Սիրելի քույրեր եւ եղբայրներ, Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներ, հոգևոր ուրախությամբ մեկտեղվել ենք այսօր մեր եկեղեցիներում Հայաստանի մեջ եւ Սփյուռքի ողջ տարածքին տոնախմբելու Հիսուս Քրիստոս մեր Տեր ու Փրկչի Սուրբ ծնունդը և աստվածահայտնությունը։ Այսօր, սիրելի քույրեր և եղբայրներ, Աստծո միածին որդու մարդեղացման տոնն է։ Հորդանան գետում Տիրոջ մկրտության օրն է այսօր։ Այսօր այն տոնն է, երբ երկնայինը միավորվեց երկրայինի հետ, երբ Աստծո սերը մարմնացավ և խոնարհվեց մարդկությանը փրկելու համար, և բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ, կարդում ենք Հովանու ավետարանի առաջին գլխում։ Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցին միասին է տոնում Տիրոջ Սուրբ ծնունդը և աստվածահայտնությունը, որովհետև մեկ և նույն Քրիստոս է, որ մսուրում մարդեղացավ, իսկ Հորդանան գետում մկրտության ժամանակ վկայվեց որպես Աստվածորդի։ Դա է իմ սիրելի որդին, որին հաճեցա լսվում է երկնքից Աստծո ձայնը։ Քրիստոս Հիսուսի մարդեղացումը հիշեցնում է մեզ մի մեծ ճշմարտություն։ Աստված Հիսուս Քրիստոսով եկավ դեպի մարդը, որպեսզի մարդը Հիսուս Քրիստոսով գտնի դեպի Աստված ճանապարհը։ Տիրոջ Սուրբ ծննդյան և աստվածահայտնության տոնը պատմական մի կարևոր ու բախտորոշ իրադարձության սոսկական տոնախմբում չէ, այլ յուրաքանչյուրիս կյանքում Տիրոջ իրական ներկայությամբ փոխակերպման աստվածաշնորհ առիթ։ Իսկ Հիսուս այն ժամանակ կդառնա իրական ներկայություն մեր մեջ, երբ մենք նրան հյուրընկալենք մեր սրտերում։ Ահավասիկ ես դռան առջև եմ և բախում եմ, եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ։ Կարդում ենք Հայտնության գրքում։ Իսկ բացել սրտի դուռը, սիրելի քույրեր և եղբայրներ, և ընդունել Հիսուսին, նշանակում է սիրել այնտեղ, որտեղ ատելությունն է, ներել այնտեղ, որտեղ վիրավորանքն է, համբերել այնտեղ, որտեղ անհանդուրժողությունն է, ողորմած լինել այնտեղ, որտեղ կարիքն է, հույս տալ այնտեղ, որտեղ հուսահատությունն է, քաջալերել այնտեղ, որտեղ վախն ու տկարությունն է, ձեռք մեկնել այնտեղ, որտեղ միայնությունն է, լույս բերել այնտեղ, որտեղ խավարն է, խաղաղեցնել այնտեղ, որտեղ աղմուկն ու վեճն է, միավորել այնտեղ, որտեղ բաժանումն է, ճշմարտությունը խոսել այնտեղ, որտեղ սուտն ու խաբեությունն է, հավատով քայլել այնտեղ, որտեղ ճանապարհը անտեսանելի է։ Մենք այսօր ապրում ենք տագնապներով, պատերազմներով ու անորոշությամբ լցված աշխարհում և ժամանակներում։ Շատերի սրտերը լցված են վախով ու հիասթափությամբ։ Այս ամենի մեջ նորից ու կրկին հնչում է Քրիստոսի հուսառատ խոսքը. մի վախեցեք, որովհետև ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, ավելի քան 1700 տարի մենք ապրում և աշխարհին ենք ներկայանում որպես քրիստոնյա ժողովուրդ ու պետություն։ Այդ երկար ու ձիգ ժամանակաշրջանում
մենք տեսել ենք զանազան փորձություններ, հալածանք, բռնի տարագրություն, կորուստներ, վերապրել ենք ցեղասպանություն, Արցախի բռնի դատարկում, բայց մեր ժողովրդի ոգին չի կոտրվել, քանզի հավատն մեր Տերն ու Փրկիչը Հիսուս Քրիստոս եղել է մեր անխորտակելի հիմքը, զի Հիսուս Քրիստոս երեկ եւ այսօր նույն եւ հավիտյան։ Պատմության ողջ ընթացքում հայ եկեղեցին եղավ եւ մնաց այն հաստատությունը, որ կերտեց մեր հոգևոր բարոյական նկարագիրը եւ առաջնորդեց մեզ դեպի Աստված, ինչպես բանաստեղծն է ասում, եկեղեցին հայկական մեն մի քարի տակ գետնի, դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփա մղունի։ Բայց այն չեղավ միայն սոսկրոնական հաստատություն, հայ եկեղեցին եղավ եւ մնաց մեր ինքնության դարբնոցը, մեր լեզվի ու մշակույթի պահապանն ու փոխանցողը։ Երեկ եւ այսօր աշխարհասփյուր մեր համայնքներում, նաեւ այստեղ Գերմանիայում, մեր եկեղեցին եղավ եւ մնաց այն հենասյունը, որի վրա հիմնված մենք շարունակում ենք պահել մեր քրիստոնեական ազգային եւ հոգեվոր նկարագիրը։ Երբ սփյուռքյան որևէ մի եկեղեցում հայ երեխան աղոթք է մրմնջում, նա ոչ միայն Աստծուն է մոտենում, այլ նաեւ իր հայ լինել։ Եկեղեցին մեզ հետ է ծնունդից մինչև երկրավոր կյանքի վերջին ժամն ու պահը, մկրտությամբ, սուրբ պսակով, աղոթքով ու մխիթարությամբ։ Նա մեր հայկական պատմության ուղեկիցն է, մեր միասնության տունը։ Ցավոք, վերջին ժամանակներս Հայաստանում սրվել է պետություն եւ եկեղեցի հարաբերությունները, առաջացել են լարում, անվստահություն, անգամ հարկադրանքի եւ ոտնձգության դրսևորումներ։ Սա շատ ցավալի է եւ իր բացասական մեծ ազդեցությունն է ունենում աշխարհասփյուր մեր ժողովրդի հոգեվոր միասնության վրա, ջլատում է մեր ուժերը։ Բաժանումները կարող են աղետալի հետևանքներ ունենալ մեր ներկայի եւ ապագայի վրա։ Եկեք միասին աղոթենք, որ մեր պետության ու ժողովրդի առջև ծառացած ցանկացած ներքին հարց հաղթահարվի եւ իր լուծումը գտնի փոխադարձ իրական երկխոսությամբ, ներողամտությամբ, օրենքի եւ եկեղեցական կարգ ու կանոնների հարգմամբ ու կիրառմամբ, ուրեմն հետամուտ լինենք խաղաղության եւ փոխադարձ ամրապնդան, հորդորում է Պողոս առաքյալը։ Պահենք մեր մայր եկեղեցին ամուր ու անսասար, որպես աստվածային լույսի ու հավատի, ազգային ինքնության ու ապագայի ուժի աղբյուր, թե Հայաստանում եւ թե Սփյուռքում։ Այս է այն պատգամը, որ լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ։ Աստված լույս է եւ նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա։ Եթե ասենք, թե հաղորդության մեջ ենք Աստծու հետ, բայց քայլենք խավարի մեջ, նշանակում է սուտ ենք խոսում եւ ոչ ճշմարտությունը։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ եւ նրա որդու Հիսուս Քրիստոսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից։ Կարդում ենք Հովանու առաջին ընդհանրական թուղթի մեջ։ Թող Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության Սուրբ խորհուրդը բուժի մեր վերքերը, ամրացնի մեր միասնականությունը, լուսավորի մեր հայրենիքի, մեր եկեղեցու, մեր ժողովրդի ճամփաները։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, տարին նոր է սկսվել։ Հետևաբար առիթն օգտագործելով շնորհավորում եմ բոլորիս 2026 նոր տարվա առիթով։ Մաղթում եմ, որ Տիրոջ օրհնությամբ,
սերն ավելանա մեր ընտանիքներում, համայնքներում, կարողանանք ներել իրար, հաշտվել իրար հետ, լսել իրար, օգնել իրար, փոխադարձ հարգանքով ընդունել մեր տարբերությունները, սակայն արժևորել եւ գնահատել մեր ընդհանրությունները։ Շնորհավոր նոր տարի, շնորհավոր Սուրբ Ծնունդ, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, ձեզ եւ մեզ մեծ ավետից։ Im Namen des Vaters und des Sohnes und des Heiligen Geistes. Amen. Und das Wort ist Fleisch geworden und hat unter uns gewohnt. Liebe Schwestern und Brüder, es ist Weihnachten. Mit geistlicher Freude sind wir heute in unseren Kirchen in Armenien oder in der Diaspora zusammengekommen, um das Hochfest der Geburt und der Gottesoffenbarung unseres Herrn und Erlösers Jesus Christus zu feiern. Heute ist das Fest der Menschwerdung des eingeborenen Sohnes Gottes. Heute ist zugleich bei uns in der armenischen Kirche das Fest seiner Taufe im Jordan. Es ist das Fest, an dem sich das Himmlische mit dem Irdischen vereinte, an dem die Liebe Gottes Fleisch annahm und herabstieg, um die Menschheit zu retten. Und das Wort ist Fleisch geworden und hat unter uns gewohnt. Die armenisch-apostolische unserer Kirche feiert das Geburtsfest des Herrn und seine Erscheinung, also die Taufe, gemeinsam, denn es ist ein und derselbe Christus, der in der Krippe Mensch geworden ist und im Jordan bei der Taufe als Sohn Gottes bezeugt wurde. Dieser ist mein geliebter Sohn, an dem ich Wohlgefallen gefunden habe. Lesen wir im Matthäus-Evangelium. Die Menschwerdung Jesu Christi erinnert uns daran, an die große Wahrheit. Gott kam durch Jesus Christus dem Menschen entgegen, damit der Mensch durch Jesus Christus den Weg zu Gott findet. Das Fest der Geburt und Gottes Offenbarung des Herrn ist nicht bloß die feierliche Erinnerung an ein historisch bedeutendes und schicksalhaftes Ereignis, sondern für jeden von uns eine von Gott geschenkte Gelegenheit zur inneren Wandlung durch die wirkliche Gegenwart des Herrn. Und Jesus Christus wird dann zu einer wirklichen Gegenwart in uns, wenn wir ihn in unseren Herzen aufnehmen. Siehe, ich stehe vor der Tür und klopfe an. Wenn einer meine Stimme hört und die Tür öffnet, bei dem werde ich eintreten und Mahl mit ihm halten und er mit mir. Lesen wir im Buch der Offenbarung. Und die Tür des Herzens zu öffnen und Jesus aufzunehmen bedeutet, zu lieben dort, wo Hass ist, zu vergeben dort, wo Verletzung ist, Geduld zu üben dort, wo Intoleranz herrscht, Barmherzigkeit zu zeigen dort, wo Not ist, Hoffnung zu schenken dort, wo Verzweiflung ist, zu ermutigen dort, wo Angst und Schwäche sind, die Hand zu reichen dort, wo Einsamkeit ist, Licht zu bringen dort, wo Finsternis ist, Frieden zu stiften dort, wo Lärm und Streit sind, zu vereinen dort, wo Trennung ist, die Wahrheit zu sprechen dort, wo Lüge und Täuschung sind, im Glauben zu gehen dort, wo der Weg unsichtbar ist. Heute leben wir in einer Welt und in Zeiten voller Sorge, Kriege und Unsicherheit.
Die Herzen vieler Menschen sind von Angst und Enttäuschung erfüllt. In all dem erklingt immer wieder das hoffnungsvolle Wort Christi: Fürchtet euch nicht, ich bin mit euch alle Tage bis zum Ende der Welt. Liebe Schwestern und Brüder in Christus, seit über 1700 Jahren leben wir und treten wir der Welt als christliches Volk und Staat entgegen. In diesen langen und schweren Zeiten haben wir viele Prüfungen erlebt: Verfolgung, gewaltsame Vertreibung, Verluste. Wir haben einen Völkermord überlebt. Und in unseren Zeiten haben wir auch die Deportation unserer Schwestern und Brüder aus Bergkarabach erlebt. Doch der Geist unseres Volkes ist nicht gebrochen worden, denn der Glaube an unseren Herrn und Erlöser Jesus Christus war unser unerschütterliches Fundament. Denn Jesus Christus ist derselbe gestern, heute und in Ewigkeit. Während der gesamten Geschichte war und blieb die armenische Kirche jene Institution, die unser geistlich-moralisches Wesen formte und uns zu Gott führte. Die armenische Kirche hat unter jedem Stein der Erde einen geheimen Weg, der zum Himmel hinaufführt, schreibt der armenische Dichter Vahan Tekeyan. Doch sie war nicht nur eine rein religiöse Institution. Die armenische Kirche war und blieb die Schmiede unserer Identität, die Hüterin und Übermittlerin unserer Sprache und Kultur. Gestern wie heute war und bleibt unsere Kirche in unseren weltweit verstreuten armenischen Gemeinden, auch in Deutschland, jene tragende Säule, auf der wir weiterhin unser christliches, nationales und geistliches Wesen bewahren. Wenn in einem Land, in der Diaspora, auch hier in Deutschland, ein armenisches Kind in der armenischen Kirche betet, nähert er sich nicht nur Gott, sondern auch seinem armenischen Sein. Die Kirche begleitet uns von der Geburt bis zur letzten Stunde mit der Taufe, Trauung, dem Gebet und dem Trost. Sie ist Weggefährtin unserer armenischen Geschichte, das Haus unserer Einheit. Mit Sorge ist aber festzustellen, dass sich in Armenien in jüngster Zeit das Verhältnis zwischen Staat und Kirche verschärft hat. Es sind Spannungen, wachsendes Misstrauen sowie Anzeichen von unzulässiger Einmischungen entstanden. Dies ist sehr schmerzlich und hat große negative Auswirkungen auf die geistliche Einheit unserer weltweit verstreutes Volkes. Es schwächt unsere Kräfte. Solche Spaltungen können katastrophale Folgen für unsere Gegenwart und auch für unsere Zukunft haben. Lasst uns gemeinsam beten, dass jede interne Frage, von der unser Staat und unsere Kirche stehen, überwunden und ihre Lösung durch echten gegenseitigen Dialog finden wird, durch Vergebungsbereitschaft sowie die Achtung und Anwendung des Rechtes und kirchlicher kanonischer Regeln. Lasst uns also dem nachstreben, was dem Frieden dient und der gegenseitigen Auferbauung, mahnt der Apostel Paulus im Römerbrief. Bewahren wir unsere Mutterkirche fest und unerschütterlich als Quelle des göttlichen Lichtes und Glaubens, der nationalen Identität und der Kraft für die Zukunft, sowohl in Armenien als auch in der Diaspora. Das ist die Botschaft, die wir von ihm gehört haben und euch verkünden. Gott ist Licht
und keine Finsternis ist in ihm. Wenn wir sagen, dass wir Gemeinschaft mit Gott haben, doch in der Finsternis wandeln, lügen wir und tun nicht die Wahrheit. Wenn wir im Licht wandeln, wie er im Licht ist, haben wir Gemeinschaft mit Gott und miteinander, und das Blut seines Sohnes Jesus reinigt uns von aller Sünde. Lesen wir im 1. Johannesbrief. Möge das Mysterium von Weihnachten unsere Wunden heilen, unsere Einheit stärken und die Wege unseres Vaterlandes und unseres Volkes erleuchten. Liebe Schwestern und Brüder, liebe Landsleute, das Jahr hat eben erst begonnen. Daher nutze ich die Gelegenheit und gratuliere uns allen und allen Diözesan- und Gemeindegremien und dem Kölner Forster zum neuen Jahr 2026. Ich wünsche, dass mit dem Segen des menschgewordenen Herrn die Liebe in unseren Familien und Gemeinden wächst, dass wir einander vergeben, uns miteinander versöhnen, einander zuhören, einander helfen, unsere Unterschiede mit gegenseitigem Respekt annehmen, aber unsere Gemeinsamkeiten wertschätzen können. Frohes neues Jahr, gesegnete Weihnachten. Christus ist geboren und erschienen, euch und uns eine frohe, große Botschaft. Amen. Christos cenaviev haitneca. Christos cenaviev haitneca. Christos cenaviev haitneca. Ces jev mes, mes abetis. Amen.